Ես քեզանից բացի ուրիշ հարազատ մարդ չունեմ։ Կներես, ինձ էլ կներես, առանց մտածելու ինչ-որ հարցեր տվեց։ Պապաս է հայտնվել։ Այն ամեն ինչ որ ասում էին պապայի մասին, սաղ սուտ է։ Հիմա ինքը Հայաստանում է։ Հա, Հայաստանում է, մեր տանն է, անհամբեր սպասում է քեզ հետ ծանոթանալու։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ատոմ։ Հա։ Ապեր, բայց եթե 3 ամիս առաջ այդ դեպքը եղել, ուրեմն Εσύ կարող եք գինեկոլոգ ես, այդ ինչ հաշվարկում ես անում։ այցելեմ մի րոպե։ Դու 3 ամիս առաջ բանակում չէիր ապեր։ Չէ, ժամանակ ես 3 օրով չես հիշում արձակուրդ էի գնում։ Քանա բայց չէ դիաման ես դու։ Դե մենք էլ չիմացանք թե ոնց ստացվեց։ Պլանավորած չէր։ Ափսոս մաման չիմացավ այդ մասին։ Աշխարհում մեկ կլիներ։ Դրամորել կայու շերը կես տես թարստարս նայում։ Ոչ նորմալ է։ Խոսամ ամեն ինչ կհասկանամ։ Հաստատ։ Մոտ 2-3 ժամ առաջ Շահավան գյուղի բնակիչ Անդրանիկ Համբարձումենը ազանգ է տվել, որ իր որդին Գարգին Համբարձումենը անհետացել է և գնացել է սահմանամերձ գոտուցությունը գտնելու։ Գյուղացիներից մեկը ադրբեջանական զինվորներ է նկատել, հենց նույն տարածքում։ Ու մեծ է հավանականությունը, որ Գարգինին կամ գողացել են, կամ գերի են դարձրել։ Մեր նպատակն է միջև մուտնկնելը սանրել սահմանամերձ գոտում գտնվող անտառը ու գտնել Գարեգին։ Որ գտար, Ասում։ իսկ ինչքան է հավանականությունը, որ թուրքերն արդեն Գարեգինի հետ չեն անցասանում։ Մեր ուղղաթիռները թռչում են սահմանին։ Ու թուրքերը չեն համարձակվի միջև մուտնկները դուրս գան անտառից։ Մեզ հրամայված է սանրել անտառի հյուսիսային հատվածը։ Մենք կբաժանվենք 2 խմբի։ Մի խումբը կգա ինձ հետ, մյուսը Լևոն։ Դուք կիջնեք ներքևով, մենք կփորձենք շրջանցել։ Տղեկ։ Ու շատ ուշադիր կլինեք։ Աննշան վտանգի դեպքում կապ եք տալիս։ Պարզա։ Ճիշտ այդպես։ Արամ լսի, ես վաղ գնալու եմ Զորամաս, ուզում եմ այսօր իրիկուն պապային տանեմ գարանես տուն ինաստանեցիք հետ ծանոթացնեմ, կարող ագաս։ Ապեր մեծ հաճույքով, բայց չեմ կարող։ Իրիկունը հարսնատեսի են։ Այսինքն աղջիկ պիտի տենա։ Արա որ դե հարցնեմ որ ասես։ Արդ յանի ես շատ գոհ եմ մի հատ քեզ ասեմ։ Հեյասա էլի, ուզում եմ փսակի զորով։ Ինչես նավսում։ Կարող շատ նորմալ հասարակ աղջիկ է։ Իմ ինչ փսակվելու վախն է։ Ես էլ պիտի կյանքը վայելեմ։ Չէ, սա էլ է կա։ Ուրեմն լսի, ինչքան վայելել ես հերիքը ամուսնանում ես, որ հետո տեղ հրավիրենք զույգով լինես։ Որ ինձ տեղ հրավիրեք, ես առանց փսակվելու եմ, կարամ զույգով տա, նորմալ է ապեր։ Լավ, դու գնա տուն, ես մոտ իջնեմ օֆիս, պապան ինձ է սպասում, գործ ունեմ, հետո կզանգեմ ուշ կտենենք։ Հաջող։
Բերիցիր ինչ պետք էր։ Հա։ Լիմոն առել ես։ Հիմա քեզ մենակ լիմոնն է դարձրում։ Ինչ ա եղել քեզ այ մարդ։ Ատոմի հայրը առաջին անգամ մեր տուն ա գալու։ Չպատրաստվենք։ Ո՞ր չես ասում։ Դատևիկ։ Այդ մարդը 10 տարի է Ռուսաստաններում էր։ Անհետացել էր։ Ու ես լսել եմ, որ այդ մարդը ընտեղ ինչ-որ ընտանիք ունի, մի խոսքով նմանատիպ բաներ։ Ու հետո է պարզվում, որ այդ մարդը 10 տարի իր հայտնվելուց հետո պարզվում, որ 10 տարի ինքը բանտում է անցկացրել։ Ու ինչի՞ է քեզ թվում, որ հիմա ես այդ մարդուն պիտի տենց գրկաբաց ընդունեմ։ Ինչքան գիտեմ Գայանեի պատմածով, այդ մարդուն անարդար ձևով են դատել։ Լավ է։ Հա։ Ու դու այդ հեքիաթներին հավատում ես, հա։ Այսի մարդուն հենց այնպես 10 տարի չեն նստացնում բանտ։ Չեմ հասկանում, Նարեկ, ինչի համար են այս խոսակցությունները։ Նրա համար, որ Գայանեն իմ ու քո աղջիկը մնացած իր ապրած կյանքը անցկացնելու այդ մարդու հետ կողք կողքի, այդ դա ինձ անհանգստացնում է։ Նախ Գայանեն նաև քո աղջիկն է։ Եվ երկրորդ, այդ մարդու մասին ճիշտ կլինի կարծիք կազմել 3 առ 3 հանդիպելուց հետո։ Դու հիմա Ատոմի հոր համար ես անհանգստանում, թե Գայանեի վրա ես չղայնացած։ Երկուսը միասին։ Նարեկ, ես չեմ արդարացնում Գայանեի արածը, բայց հասկանում ես, նրանք տարուց ավել աննշանված էին ու… Դա կապ չունի Տաթև։ Հա ես գիտեմ, որ ես ժամանակակից մարդ եմ, 21-րդ դարում եմ ապրում, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, բայց եթե այդ հղիությունը մի քանի ամիս հետո լիներ, այսինքն հարսանիքից հետո, ես կարծում եմ ոչ մի տրագեդիա չէր լինի։ Բժիշկն ասաց, որ Գայանեին հանգիստ է պետք, քանի որ երեխա է ունենալու։ Նարեկ, իսկ այդ երեխան մեր ապագա թոռնիկն է։ Դու խելացի մարդ ես, ամեն ինչ հասկանում ես։ Եղած նեղածը։ Գիտես ինչ եմ ուզում ասել, Տաթև։ Ինչ։ Ուզում ասել, գնամ լիմոն առնեմ գամ։ Ինչի չէիր առել։ Մարդու գլխին խելք եք թողնում, որ։ Մամ, ինչով օգնեմ։ Հանգստացի Գայանե ջան, ես ամեն ինչ կանեմ։ Ոնց ես բան։ Լավ։ Հաստատ։ Ես Մաման արդեն ամեն ինչ ասել։ Ավելի ճիշտ, մաման գլուխս լավ հարթուկել է։ Գնամ լիմոն առնեմ։ մամ, պապան շատ այն վրա ջղայնացած։ Պապատին վրա է ջղայնացած իր բնավորության համաձայն։ Այս աշխարհում ինչ կատարվում է, մեղավորը ես եմ։ Լավ, արի սալատը կտրատի։
Ուշանում ենք։ Քանի խանութները չի փակվել, արի գնանք քեզ մի հատ վերնաշապիկ առնենք։ Ատում։ Միգուցե հիմա կարիք չկա, որ ես գանի ծնողների հետ ծանոթանամ։ Ես ինչ ես ասում։ Ինչ-որ պրոբլեմ կա։ Հասկանում ես տղաս ես 10 տարի ձեր կողքին չեմ եղել։ Բանտում եմ հասկացրել, գիտես ու ես չեմ կարծում, որ Գայանայի ծնողները առանձնապես ոգևորված լինեն իմ հետ ծանոթանալու մտքից։ Դու իմ հայն ես։ Ատոմ հասկացի ես օտար եմ իրանց համար, օտար ու ոչ ցանկալի։ Դու իմ համար էլ էիր երեկվա դրությամբ օտար ու անցանկալի։ Բայց հիմա ես ուրախ եմ ու հպարտ, որ քեզ տեսա։ Գիտես, ես քո մասին շատ վատ բաներ եմ մտածել։ Երբ իմացա ճշմարտությունը… Ատոմ, դու իմ տղան ես։ Դու կարող ես ինձ հասկանալ, ներել։ Իրանք էլ կհասկանան։ Ու իրանց ներողամտությունը քեզ պետք չի։ Ու իրանց ոչ մի վատ բան չես արել։ Դու իմ հայրն ես ու դրանով ամեն ինչ ասված է։ Ատոմ, ես ուղղակի չեմ ուզում, որ դու իմ պատճառով քո սիրած աղջկա ծնողների հետ պրոբլեմներ ունենաս։ Հասկացի տղաս։ Ես քեզանից բացի ուրիշ հարազատ մարդ չունեմ, պապ։ Չէի մտածում, թե երբևից ինձ նորից պապ կասես։ Թե ես թե մաման, թե դու մեզ կյանքում շատ ծանր օրեր ենք տեսել։ Հիմա մաման չկա։ Ես չեմ ուզում քեզ նորից կորցնեմ, պապ։ Առաջին 02-ն է կապի մեջ, լսում եմ։ Զայկուցին ի՞նչ դրություն է ձեր մոտ։ Մեզ մոտ առայժմ ոչինչ չկա։ Մարզա։ Դիտակետից փոխանցել են, որ մոտ մի ժամ առաջ ձեր գոտում տեղաշարժ է նկատել։ Ուշադիր եղեք։ Կապ եք տալիս ծայր հայեղ անհրաժեշտության դեպքում։ Հասկացա։ Կապի վերջ։ Դե ոնց են մաչ ծխենք։ Չէ, ժամանակ չկա, մութն ակնում։ Առանց ինչ աղ, ինչ ես նստել։ Չգիտեմ Լևոն ջան, ոնց որ ոտս եմ բոլորը։ Կարա շարունակես, թե ուղարկեմ դիրքեր։ Չէ, կարան պրոբլեմ չկա։ Պակյասի 2 րոպե դին ջան։ Համոզված ես։ Հա, ախպեր դուք գնացեք։ Դա չեմ կորի գնացեք։ Լավ։ Ուրեմն մենք սենց ուղիղ գնում ենք, կգաս հետևներից ես։ Լավ։ Եղավ, դե դուք էլ։ Տղեկ գնացինք։ Վարոն ինչ-որ շատ է ուշանում։ Երևի Վարոն նրա կայֆերով պարկած ծխում է։ Վադալյան, նույն տեմպով շարժվում եք առաջ, ես գնամ Վարոյի հետևից, ինչ-որ շատ է ուշանում։ Սպասենք։ Չէ,
Նույն տեմպով առաջ գնացեք, ամեն վարկյանը թանկ է մեզ համար։ Армянская свинья, спишь? Вставай, Кану. Кому сказано, вставай? Вставай, сука. Ну чё, сука, скажи, куда ваши вошли? Какая задача вашей группы? Сам ты, сука. Կոկտեյլ Մարիշ։ Ինձ ինչ-որ մեկը չի ուզում օգնի։ Ալո։ Իդեպ աղջիկաս ֆիրմինի կոկտեյլն է։ Աղջիկդ արդեն մեր տամեջ իրան տանտիրով պես է պահում։ Այդեպ արդեն որոշեցիր ընդունես առաջարկը եւ անցնես պետական աշխատանքի։ Գևորգ ջան, ուզում եմ միջավայրս փոխեմ։ Բայց քեզ պետք է։ Դու քեզ համար աշխատում ես։ Դու ես քո գլխի տերը։ Ես կանդեղ ամեն մի Շնորհակալ եմ։ Չնչին սխալի համար պիտի պատասխան տաս։ Պատասխանատվությունը մեծ է։ Դե ես սովոր եմ դժվարություններին, Գևորգ ջան։ Ամենից ինձ համար նոր մարտահրավեր է։ Նոր մարտահրավեր։ Արամ։ Ապա։ Չհոգնեցիք մեր այս խոսակցություններից։ Նա Մարիշին բարձրացրա վերև, սենյակը ցույց տուր։ Պապ, դե Էրմիտաժը չի որ տանեմ ցույց տամ։ Սովորական սենյակը։ Այն կռիսներից ցույց կտաս։ Այս կռիսներ ես պահում։ Խամյակներ են։ Խամյակա, պապ ջան։ Գիտես ժամանակ էի պահում խամյակներ, բայց երբ կատվին բերեցի իմ տուն մկները փախան։ Ցույց կտաս։ Արի բարձրանանք ցույց տամ։ Հիմա ինչ Գևորգ ջան, 20 օրից մեկնում ես, հա? Հա, որոշել եմ, Արտան ջան։ Որոշել ես։ Ինչ լավն է, դրանց մռութները։ Ոնց եմ գժվում այս խավյակների համար։ Լավն է, չէ՞։ Լուրջ։ Ինչ երաժշտություն ես լսում։ Ռաբիս։ Թունդ ռաբիս։ Դա թույլ բան չէ, այն ավելի քյարթուներից։ Այն որ լավ կլկլցնում են։ Գիտես, ես էլ եմ թունդ ռաբիս լսում։ Կուզես երգեմ լսես։
Այս դու հետաքրքիր աղջիկ ես, գիտես։ Ընկերում ես։ Ունեի։ Իսկ դու ունես։ Ընկեր չէ, ընկերուհի ունես։ Չէ, մեզ լուրջ բան չկա։ Պաստորեն դու Դոն Ժուան ես, հա։ Չէի ասի։ Գիտես Սարամ, ես միամիջ եմ շատ լավ հասկանում եմ, որ այս ներկայացման հեղինակները մեր ծնողներն են։ Ու այդ ամեն ինչը քեզ դուր է գալիս։ Չէ, իհարկե։ Բայց ես հավատում եմ ճակատագրին։ Քեզ այդքան լավ մի զգա։ Ես չեմ ասում, թե դու ես իմ ճակատագիրը։ Ուղղակի կարող ենք ավելի հանգիստ շփվել առանց պարտավորվածությունների, որ մեր հայրիկներին չնեղացնենք։ Իսկ հետո։ Իսկ հետո կասենք, որ իրար չհասկացանք ու ամեն մեկս մեր ճանապարհով կգնանք։ Համաձայն ես։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Արամ, կարելի է քեզ մի հարց տալ։ Ասա։ Գիտես, պապան ասաց, որ քո ծնողները մի քանի տարի առաջ բաժանվել են։ Մամայի հետ հանդիպում ես։ Կներես, բայց ես քեզ չի վերաբերվում։ Կներես, ինձ էլ կներես առանց մտածելու ինչ որ հարցեր տվեցի։ Говори, блядь, куда ваши ушли? Ո՞վ ես։
Լևոնն ա ուղարկել։ Ինչ աստեղ կատարվել։ Տարանք թուրքերը Լևոնի կամանդիր։ Որ կապ գնացին դրանք։ Լսեք ինչ եմ ասում, տեղեք։ Վիրավորին արագ տեղափոխում եք MTL-ը։ Կապ եք տալիս, որ ուղղաթիռ ուղարկեն։ Ուժեղացնեն սահմանի վերահսկողությունը։ Մնացածը դիմ հետևից։ Օգտվեք Երվանդ։ Շնորհակալ եմ Տաթևիկ ջան, չեմ ուզում։ Ախր այսպես ոնց կլինի։ Ոչ մի բան չեք ուտում։ Լավ, գոնե այս սալաթից փորձեք։ Գանեն է պատրաստել։ Իսկապես չեմ ուզում Տաթևիկ։ Եթե մարդը չի ուզում, ինչի՞ է ստիպում, Տաթևիկ։ Գանեն է պատրաստել։ Պապ, մենք ավելի լավ գնանք։ Ես կներեք, ես առավոտյան պիտի զորամասում եմ։ Սպասի Ատոմ, նոր եկեք, ուր եք գնում։ Չի, ավելի լավ մենք գնանք։ Նստի Ատոմ։ Հիմա կգնանք։ Նարեկ, ես ուզում եմ մի հատ կենաց խմեմ, կարելի է։ Իհարկե խնդրեմ։ Երեք ես իմացա, որ տղաս հայրը դառնալու։ Դա երևի ամենալավ լուրն էր, որ լսել է այս վերջին 10 տարիների ընթացքում։ Ես վատ հայր եմ եղել իմ որդու համար։ Եվ վատ ամուսին իմ սիրելի կնոջ համար։ Սպասի Ատոմ։ Բայց անկախ ամեն ինչից ես բացակայ եմ գտնվել այս տարիների ընթացքում։ Չեմ եղել իմ որդու եւ իմ կնոջ կողքին այն ժամանակ, երբ որ նրանք իմ կարիքն ունեցել են։ Ես չեմ արդարանում։ Եղածը եղած է ու այդ 10 տարիները հետ չես բերի։ Բայց հիմա ես ուզում եմ այնպես ապրել այս մնացած տարիները, որ գոնե մի կերպ կարողանամ լրացնել այդ բացը։ Հավատացեք ինձ։ Ես իրոք այն մարդն եմ, որ
ամենից շատ եմ կամենում, որ իմ տղան ու իր ընտրյալը իրոք երջանիկ կյանքով ապրեն։ Եվ դրա համար Նարեկ, ես կանեմ ամեն ինչ։ Ամեն ինչ կանեմ, որ դա տեղի ունենա։ Շնորհակալ եմ։ Գայանեի ծնողները կարգին մարդիկ էին, Ատոմ ջան։ Հա, շատ կարգին մարդիկ են։ Ես որ իմանայի Հերիրան տենց կպայի, չես տիպի որ դու գաս։ Նարեկը նորմալ մարդ է։ Իրան էլ կարելի է հասկանալ։ Վերջում ձեռքս սեղմեց հրավիրը ձուկ բռնելու։ Ամեն ինչ լավ կլինի տղաս։ Մի մտածի։ Կարևորը դու Գայանեն եք։ Մնացածը երկրորդական բաներ են։ Բարդ ձեզ Երևան։ Որորամ ջան։ Բայց Ատոմ ուր է, ուշանում ենք արդեն։ Ատոմը գնացել է։ Ուր է գնացել։ Զորամ ես։ Վայ, Ատոմ։ Ալո։ Ալո, իմը ասել եք ես, այ տղա։ Էս ուր ես։ Ջամփին, ես հասնում եմ։ Բայց ի՞նչ մարդ ես դու Ատոմ։ Երեք չպայմանավորվանք, որ ես եմ քեզ տանելու։ Արամ ջան, ինչ իմաստուններ այդքան ճանապարհ կտրեիր։ Իմացա, որ հարևաններից մարդ է գնում այդ կողմի վրա, իր հետ գնացի։ Գոնե մի հատ խաբար անեիր։ Որ ասե իրակցիա գիտեմ ինչ է լինելու, դրա համար էլ չեմ ասում։ Լավ, դու հետ կգաս, ես քո հետ հետո կխոսամ։ Հեղավ։ Լավ մնա։ Իդել բան չմնաց, մի ամսից տուն եմ գալիս։ Հույս ունեմ, որ հետ գալուց կոնե կզանգես տեղեկ բայց, չէ՞։ Լավ, դե։ Մերսի աղբեր ջան։ Հաջողություն։ Բարի օր տղեկ, ոնց եք։ Ոչինչ Ատոմ ջան։ Ես Լևոն ուրա։ Չէ՞ էլի Մարադոներին ավազացնում։ Ատոմ ջան, Լևոնի հետ դեպք է պատահել։ Ինչ դեպք։ Ինչի մասին է խոսքը։ Ատոմ, Թուրքիայի մոտ գերի է ընկել։ Ու հայտնի չի, կենթանի է թե չի։ Ինչ, ոնց է գերի ընկել։ Ինչ եք խոսում։ Բարի օր, Երևան։ Դու ես վերջին անգամ տեսել Լևոնին։ Ուզում ես իմանաս Լևոնը կենթանի էր թե չէ։ Հա։ Հարև, Մարիշ։ Привет։ Գնա հանգստացի։ Ալա մի ամեն ասած բառին տեր է մատքով։ Մեղավորը այդ ջահելն է։
Հիմա դրանց կվնասազերծենք, որ խրեքները գլուխները հանենք։